Հայաստանում վարժական հավաքներն անցկացվում են մեծ խնդիրներով, որոնք մարդկանց ստիպում են խուսափել հավաքներին մասնակցելուց։ Ազգային ժողովի նիստում այսօր հայտարարել է Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա ասել է, որ վարժական հավաքների գաղափարն աղճատվել է եւ դրա անվան տակ նաեւ քաղաքական նպատակներով են մարդիկ զորակոչվում։ Նշել է, որ գյուղերից ավելի շատ մարդ է գնում հավաքներին, քան Երևանից։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հակադարձել է ընդդիմադիր падգամավորին եւ ասել, որ նախկին վարժական հավաքները ձևական բնույթ ունեին, հիմա ոչ։ Կեցության պայմանները հանձնաժողովում էլ եմ ասել, դեպքեր կան, որ ուղղակի ահավոր վիճակում են։ Իհարկե, անվտանգության հետ կապված բոլոր խստացումները կարևոր են եւ շատ հաճախ դրա համար է, որ ընդդիմությունը կողմ է քվեարկում, բայց նաեւ անվտանգության հարցի աչքակապությունը, մարդկանց խաբելը, պոռոտախոսությունը, որը ինքնին ձևն է, բայց բովանդակությունը շատ ավելի վատն է մեր անվտանգության համար։ Նախկինում վարժական հավաքները իրականացվել են, ես չեմ վարանի այս բառը օգտագործել, հիմնականում ձևական։ Իսկ այսօր իրականացվում են ըստ էության, ըստ բովանդակության, ըստ նշանակության։